ներկայացել են ընդամենը 2 անձնագրային ծառայությունների ղեկավարներ, թեև դուք արդեն հաղորդման ժամանակ ասել եք, որ վերաբերելի չէ, այնուամենայնիվ հարցաքննվեցին, ինչ որ հետևություններ արեցիք ձեզ համար։ Չէ, հետևությունը մենակ մի հատ էր, որ չգիտես ինչի քննիչը կոնկրետ Մարտունու շրջանի ինչ որ X ժամանակահատվածում պաշտոնավարած անձնագրայինի պետին ասել է, որ Իսագուլյանը քո հետ կապված է հայտարարություններ արել ու 1500 անձնագրերի մասին, ինչ որ էքսգումացիայից խոսած նախկին Մարտունու շրջանի պետի վերաբերյալ, ըստ իրա չարախոսության արդյունքում մեր քննչականները էքսգումացիա են արել, ինչ որ սենց իրավական դաշտից դուրս բաներ էր խոսում։ Չնայած արցախցի էր, հայրենասեր մարդ էր երևում ու ըստ էության Իսագուլյանն էլ ճանաչում էր որպես հայրենասեր, ինչպես ինքը շեշտադրեց, բայց Իսագուլյանը ասել է ապօրինի անձնագրեր տրամադրելու վերաբերյալ տեղեկատվություն։ Իրեն չեն ասել իրականում, որ Հադրութի վերաբերյալ այսօր հիշում եք, զրուցում էինք 400 հոգի, որոնք Նախիջևանից մտել են Քաջարյանով, այսինքն այդ Օղակաձև Հադրութի վերաբերյալ, երբ որ հարձակումը եղել են հայկական հագուստով, եղել են հայերեն խոսող, այսինքն թիկունքից չէր կարա էլի առանց որևէ փաստաթղթի, ուզում են ասեն, այս երկրում ինչ ասես կարա լինի։ Մեզ համար տարօրինակ է եւ վերաբերելի ապացույցներ չեն, որ ինչի մի քանի հոգու ինչի են որոշել, որ Հայաստանում կա 6 հոգի, օրինակ անձնագրայինի պետ, այդ 4-ին պետք է հարցաքննեն, ինչով է պայմանավորված, սա է։